Բարի երեկո, Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ հանրային գործիչ, տվյալների վերլուծաբան Սամվելի Աշոտյանի հետ, բայց մինչև մեր զրույցը սկսելը կխնդրեմ բաժանորդագրվել ալիքին, հավանել այս տեսանյութը և մեր քննարկվելիք թեմաների վերաբերյալ նաև գրել ձեր կարծիքները։ Բարև ձեզ, պարոն Աշոտյան։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար։ Ես եմ շնորհակալ չմերժելու համար։ Առաջինը կուզեմ զրույցը սկսենք ձեզ առնչվող թեմայից։ Ես հետևել եմ, որ Ալեն Սիմոնյանը ձեր նկատմամբ դատական հայց է ներկայացրել։ Դուք միակը չեք իհարկե, նա սիրում է թե լրատվամիջոցների, թե տարբեր անհատների դեմ դատական հայցեր ներկայացնել։ Ինչ փուլում է հայցադիմումը, վարույթ ընդունվել է, դուք դիրքորոշում ներկայացրել եք, թե ոչ։ Այո, իհարկե ընդունվել է, բավականին վաղուց է ընդունվել, արդեն մինիստ դատական տեղի է ունեցել այս պահի դրությամբ, անկեղծ ասած այսպես որ ասեմ ինչ որ հստակ պատասխաններ կան ոչ, նոր նիստ է նշանակվել հուլիսի 22-ին։ Դա երևի ավելի հստակ կհասկանանք ինչ ձևով է, որ ուղղությամբ է գնում այդ դատավարությունը։ Մի հատ հիշեցնենք, մեր հեռուստադիտողին կոնկրետ ինչն էր առիթը դարձել։ Հայցի։ Հա, նայեք, ուրեմն ես մոտավորապես արդեն 4 ամիս առաջ գցում եմ մի հատ նյութ, որտեղ այսպեսի վերնագրով էր կազինոները բարձր հովանու ներքո, որտեղ ես խոսում եմ դրա մասին, որ գիշեք Հայկ Սարգսյանը ուրեմն մի անգամ, երկու անգամ հստակորեն ակնարկել է, որ ազգային ժողովում կան կազինոների այդ օրենքին դեմ մարդիկ։ Ինքը հենց ասում էր, որ Ալեն Սիմոնյանը իր նկատմամբ այդ կարգապահական վարույթ է սկսել նույն օրը, երբ որ վերջինս Հայկ Սարգսյանը ներկայացրել է այդ օրինագիծը, որով երկու անգամ բարձրացվելու են կազինոների այդ խաղային ոլորտի տուրքերը, դրան ցիտելով ու նաև ցիտելով Դանիել Լյուազնիսյանի FIP-ին, որտեղ նրանք հղում էին կատարել մամուլին, որ Գեյշեք Range Rover-ը ասում էին նվեր ստացել Ալեն Սիմոնյանը, ուրեմն Viva-Roy սեփական տիրոջից, դրան էի հղում արել նաև այդ մասով, բայց հետաքրքրականն է, որ միայն այդ մասով չի դատական հայցը, նաև դատական հայցում իմ դեմ ինչքան որ զարմանալի լինի արտահայտության համար եմ, որ քաղաքացու վրա թքել է, դրա համար էլ կա բան մեղադրանք, այսինքն ես չգիտեմ ինքը ինչ նկատի ունի, երբ որ ինքը դա հայտնում է, թե ինքը արդեն իսկ ոնց որ դատի է տալ դրա համար, եթե ինքը եղել է նման դեպք, ինքը ներողություն է խնդրել դրա համար ու նաև այլ արտահայտություն կար, երրորդ արտահայտությունը Արցախահայերի նկատմամբ ատելության քարոզ է իրականացնում գեհիշեք ազգային ժողովում, որ ասում էր թող մնային կռվեին։ Նույն բանը ինչ որ իր քաղաքական հայրը այս վերջերս մետրոյում մեր Արցախայի քրոջը նույն մեղադրանքները հղեց կոպիտիվով։ Այո։ Այդ երեք արտահայտության համար։ Դուք հիմնվելով մամուլի տարբեր հրապարակումների, քաղաքական գործիչների հայտարարությունների վրա դատողական, գնահատողական եզրահանգումներ եք արել։ Այո, շատ գրագետ ասեցիք, իդեպ ձեզ էլ են դատի տվել, դուք փոխություն եք գիտեք այդ։ Ես ուղղակի երկրորդ մասնագիտությամբ իրավաբան եմ, դրա համար տեղյակ եմ, ընդ որում տեղեկատվական իրավունքի մասնագետ եմ։ Դուք նշեցիք մետրոյում տեղի ունեցած դեպքը, ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը այդ պահին հունից դուրս եկավ, գուցե էմոցիոնալ պահեր ունեցավ, թե պարզապես դա իր սովորական վիճակն է եւ հետագայում ուղղակի հանրային դժգոհությունը նրան ստիպեց, որպեսզի քաղաքական շահից դրդված ներողություն խնդրի։ Դա անկեղծ ներողություն էր, թե ուղղակի քաղաքական հաշվարկ։ Իհարկե անկեղծ չէր։ Այդ կարծում եմ դուք էլ հենց որ հաստատ ակտիվ հետևում եք դաշտին, դուք տեսնում եք, չէ՞, ինչքան են, օրինակ մի կողմից Նիկոլ Փաշինյանի ներողություն խնդրում եք, մյուս կողմից ինչ-որ տարատեսակ նոր ռոպագանդիստներ են հայտնվել, որ սկսում են մեր քրոջը թիրախավորել, իրենց այդ չգիտես էլ դրանց լրատվական էլ ասելու չի չես հասկանում, աղբանոց է, աղբանոցներում թիրախավորում է տեղի ունենում, փոքրիկ մանկահասակ երեխայի թիրախավորում է տեղի ունենում ու այդպես իրենք ոնց որ պաշտպանում են էլի այդ դիրքորոշումը, այնպես որ միանշանակ անկեղծ չէր, անկեղծ էր այն, ինչ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկած ժամանակ ասաց մեր Արցախահայ քրոջը,
Փաստացի ոնց որ այդ իր բոլոր այդ ձախողումները, իր բերած տաղետները պարզապես Արցախցու բանը գցել է, որովհետև մեր արցախցի քույրերը, եղբայրները, մեր նույն հայերը իրենք պայքար են տարել, իրենք տարել են այսպես շատ ծանրագույն զրկանքների միջով են անցել ու չգիտեմ էլի փախած ասելը այն որ նախ կոռեկտ չէ, անշուշտ է, բայց ես մի բան ասեմ, գիտեք, Նիկոլ Փաշինյանը մի կողմից որ մեզ սրտիկներ է ուղարկում, մյուս կողմից օրինակի համար այսպես ասեմ, իր համար օրինակի համար մեր անապահով քաղաքացիները այդպես գլխից աղքատ են, դատավորները պատերի տակ վնգստացող են, իր համար զինվորները դասալիք են, մեր հերոսնահատակները պլյուս մինուս 50 են։ Հասկանում եք, այդտեղ բան առաջանում, ես համոզմունք ունեմ։ Կամ բաները այո, հոգևորականները բոսյակներ են եւ այլն։ Ես համոզմունք ունեմ, որ այն ինչ ինքը այդ վատ կոնտեքստով ասում է ու մի անգամ չի ասում, էլի անընդհատ մենք տեսնում ենք դա կրկնվում է տարբեր խավերի վրա։ Այդ դա անկեղծ է, երբ որ ինքը ներողություն է խնդրում, դա ես չեմ հավատում, որ անկեղծ է, չգիտեմ, էլի պարզից էլ պարզ է, ընդհանուր առմամբ ես կարծեցի նաև որոշակի ոնց որ հոգեբաններ էլ կային, որ բաներ էին տվել, կարծիքներ էին տվել, մարդը այդպես ունից դուրս եկած ժամանակ ասում է այն ինչ իր հոգում կա։ Ես համոզված եմ, որ իր հոգում այդ դա է, ինքը այդ սրտիկներ եւ այլն մեզ ուղղում է վաղամսոր բան անելու համար։ Պարզապես քվե ստանալու, քվե կորզելու։ Այսինքն իր հոգում արցախցիների հանդեպ ատելություն կա։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Նայեք, օրինակ ես չեմ հասկանում, այդ ատելությունը միշտ եղել է, եթե կա թե ոչ, որտեվ հիշում եք, երբ որ նոր էր Նիկոլ Փաշինյանը ընտրվել էր եւ գնացել էր Արցախ, այնտեղ այսպես լիաբերան ծիծաղում էր, շուրջ պար էր բռնել, ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ, համբուրում եմ բոլոր արցախցիներին, խոնարհվում եմ, այն ժամանակ չէի ասի, որ ատելություն կար, էլի։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանի դեպքում ես կարծում եմ հոգեբանները պետք է ավելի կոնկրետ պատասխան տան կամ հոգեբույժերը, թե ինչու են այդպես են ժամանակ ասել, հիմա ինչ է այսպես խոսում, այդ մասնագիտական է երևի ես կարծում եմ, բայց նայեք, հարցը նրանում է, որ ես չգիտեմ իր մոտ որտեղից է գալիս, չնայած էլ հին հոդվածներում մենք տեսնում ենք, որ ինքը Արցախի նկատմամբ այնքան էլ այսպես մեծ սիրով տարված չի եղել, բայց այստեղ մի հատ ուրիշ հարց կա։ Հասկանում եք, հայ ժողովրդի գլխին մեծ աղետներ են եղել, էթնիկ զտում է ապրել մասնավորապես հայ ազգի Արցախում բնակվող հատվածը ու այդ ամեն ինչի համար ոնց որ քանի որ Նիկոլ Փաշինյանը հանձնառություն ունի հստակորեն պայմանավորվածություն ունի այդ մեղքը մաքրել իր այսպես կիստ բարեկիրթ ընկերների եղբայրների վրայից արդեն իսկ ոնց որ մեղքը մեկի վրա պետք է բարթել, այսինքն այդ իրանց այդ լիբերալ հատվածների համար իրի հասկանալի լեզվով ասենք victim blaming է անում, ինքը մեղադրում է զոհին, որ զոհա վերջինս դարձել ու վերջինս ոնց որ չի կոտորվել, չի մնացել կոտորվել ու բռնի տեղահանության ենթարկվել։ Այն պարագայում, երբ որ Նիկոլ Փաշինյանը այդ պահին Հայաստանի Հանրապետությունը այնպես այդ որ ձեռքերը ծալած նայում էր բռնի գաղթը։ Այն պայմաններում, երբ որ մեզ անգամ թույլ չտվեցին որևէ կերպ ինչ որ ձևով կանգնեցնել այդ ամեն ինչը, հիմա այսօր հենց ասում են փախածներ ոնց որ չգիտեմ, լսեք, ես անկեղծ ասած այդ հարցով այնքան ջղայնացած եմ, այնքան բանկային ներսում, որ ես վախենում եմ այդ կարող մի 10 հատ նոր դատական հայցի թեմա դառնա, այնպես որ աշխատում եմ չխոսալ շատ այդ հարցով, որ մեր հարցազրույցից հետո ձեզ դատական հայցերով պետք է ծանրաբեռնեն, մի այսպիսի դիտարկում անեմ եւ կուզեմ դուք դրան արձագանքեք, եթե իհարկե սա միայն իմ տպավորությունն է։ Իհարկե։ Տեսեք, իրենք այսօր նաև Ալեն Սիմոնյանը, իրենք հայերի եւ ադրբեջանցիների միջև կամ հայերի եւ թուրքերի միջև հավասարության նշան են դնում։ Ասում են, այ տեսեք, դուք ասում եք Արցախ, դրա համար ասենք իրենք մեր նկատմամբ տարածքային պահանջներ ունեն, կամ օրինակ Այդ մենք օրինակ մենք համեմատելի ենք, որտեվ հայերը ադրբեջանցիներին կամ թուրքերին երբեք չեն ցեղասպանել, երբեք նրանց հողը չեն խլել, հասկանում եք, այսինքն իրենք ասած փոխադարձության ինչ որ տպավորություն են ստեղծում, ասում են դուք Արցախն ասեք, բայց ինչի պետք է հայ մարդը Արցախ չասի, եթե Արցախը 3000 տարի շարունակ բնակեցված է եղել միայն հայերով, հա,
Ինչի համար են այս հավասարության նշանը դնում։ Հիմա պետք է նաև ասենք, որ հայերն էլ Խոջալոյում ցեղասպանություն են արել, ինչպես ադրբեջանցիները Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում, Կիրովաբադում հայերին զանգվածաբար ջարդել են։ Գիտեք, այստեղ ես ինչու՞մ եմ այդտեղ խնդիրը տեսնում, նախ եւ առաջ, երբ որ մենք Արցախ ենք անվանում, այդ պատմական հողի անունն է նախ, տեղանունն է հայկական, երկրորդը մենք երբեք ոնց որ չասեմ երբեք, բայց մեր այդ խոսույթը այնպեսի ագրեսիվ չի, որ մենք կգնանք, չգիտեմ, բան եւ այլն, որովհետեւ բոլորս հասկանում ենք, որ այդ միջազգային օրենքները այս ամբողջ ընթացքում մենք չենք կարողացել այնպես անել, որ մեր կողմից աշխատի Ադրբեջանը այդ առումով լավ աշխատանք է տարել, բայց այստեղ կա ուրիշ հարց կա, որ իրանք այդ both sides-ը ասածն են կիրառում, այսինքն երկու կողմի արածները հավասարեցնում, պետք է ասենք, որ երբ որ ադրբեջանցիները խոսում են, սկսում են տեղանուններով ադրբեջանական անվանել մեր գյուղերը, քաղաքները, իրանք մենակ դրանով չեն սահմանափակվում, իրենք նաև խոսում են արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին, այսինքն մեզանից մեր հիշողություններն են ուզում անգամ խլել, այն հիշողությունը, որ արցախցի մարդը ամբողջապես իրավունք ունի հույսը պահել, որ ինքը վերադառնալու է մի օր, եթե ինքը չվերադառնա, իր սերունդները վերադառնան։ Մենք ընդհանուր առմամբ, եթե նայենք այդ միջազգային օրենքների սահմաններում, իրավաբաններին կարող եք մեկնաբանություններ լսել, իրենք ունեն այդ իրավունքը վերադարձի։ Բայց ու այդ չի խոսում ինչ-որ ագրեսիայի մասին, նոր պատերազմների մասին, բայց Ադրբեջանը երբ որ խոսում է, իր խոսույթի մեջ անընդհատ կա ագրեսիա, անընդհատ կա պատերազմով շանտաժ, ու երբ որ իրենք անվանում են այդ իրենց այդ թուրքական տեղանուններով մեր հայկական բնակավայրերը, այդտեղ դրա տակ շատ բազմաթիվ բաներ կան, սկսած այդ արևմտյան Ադրբեջան խոսույթից, որ իրանք վերադառնում են 300,000 ադրբեջանցիներ եւ այլն, անգամ այդ մակարդակում, երբ որ մենք զուտ հիշողություն պահելու համար փորձում ենք բան անել, որ ոնց կարող ես էլի Արցախ չասի, ոնց կարող ես մոռանալ, որ նախնիները այդտեղ են եղել, որ քո ազգի այդ բնորաններից մեկն է, իրանք անգամ այդտեղ են ցենզուրա մտցնում, որ չէ, ինչ է, բան մի արեք, թե չէ, իրանք Երևանն ասում ձեր դուրս գալիս է ոնց որ ես համարում եմ, որ այդտեղ իրենք կիրառում են, այլ գիտեք հարցը որն է, եթե Ադրբեջանի իշխանությունները նման բան ասեն, այդտեղ կասնես Հայաստանի իշխանությունները մի խոսքով այդ ամբողջ այդ խոսությունների մասին է, որ իրենք չեն սպասարկում հայկական շահեր։ Այդ հայկական շահերի սպասարկման մասին չի իրենց խոսքերը, իրենք հստակորեն գիծ են բռնել, որտեղ իրենք ամեն կերպ փորձում են հաճոյանալ այդ մեր երեկվա թշնամիներին, այսօրվա իրենց եղբայրներին, էլի այդքան բան։ Նիկոլ Փաշինյանի ուղերձը հայ հասարակությանը շատ հստակ է, ասում է կամ հիշում եք, որ ասում էր կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, հիմա ասում է կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստան չի լինի, պատերազմ կլինի, Հայաստան չի լինի, խաղաղություն չի լինի, Գևորգ Պապույանն նույնիսկ ասում էր արհեստական բանականություն չի լինի, այսինքն ChatGPT-ին գուցե վերանայ, եթե Նիկոլ Փաշինյանը Հիմա այդ ամենալավն է։ Հա, հիմա պետք է մեր ժողովուրդը ոնց վարվի, այդ պատերազմի վտանգը կա իրականում, եթե Փաշինյանը չընտրվի, չնայած այն հանգամանքին, որ ամենաշատ պատերազմները հենց իր կառավարման օրոք են եղել։ Ինքը ես ուզում եմ շնորհսեմ 21 թվականին էլ էր նույն խոսույթով հանդես գալիս, որից հետո մենք տեսել ենք այդ սեպտեմբերյան ագրեսիան, մենք տեսել ենք Արցախի հայաթափումը, բազմաթիվ բաներ ենք տեսել։ Ընդհանրապես ասում էր Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա են կանելու։ Ընդհանուր առմամբ ճիշտ ասած ես ուզում եմ այս մոտակա ժամանակից մի հատ գտնեմ իրաց ծրագիրը մի հատ նայեմ էլի ինչ են իրանք արել այդ 21-ից մինչև 26 թվականները որ կրկին քվ են ուզում, բայց դա ուրիշ հարց է։ Ես ինքս մասնակցել եմ հեղափոխությանն ու հիմա ես հեղափոխությունը չեմ ասում, դա երևի ավելի շատ աթոռափոխություն էր կամ չգիտեմ, էլի լեզուտ էլ չի պատկանում դա հեղափոխություն կոչես, ինչևէ այդ պահին ես եղել եմ հրապարակում, երբ որ ինքը նման բան ասեց ու իմ մոտ այդպես դիսոնանս առաջացավ, որովհետև գիտեք, բոլորին պարզ է, որ եթե կա լիդեր, այդ շարժումն ունի լիդեր, այդ լիդերն է, չէ՞ վերջում դառնալու վարչապետ, ինչի համար ես դու քեզ հավասարեցնում պետության, այսինքն եթե ես չլինեմ վարչապետ, Հայաստանի Հանրապետություն վարչապետ չունենա, այդ արդեն իսկ մեծ ազդակ էր մեզ, որ այս մարդը ինչ որ պահ է գալու, որ ասելու է այ կառավարությունը ես եմ, որ ասելու է բանը մարդիկ պետք է քվեն տան ժողովրդին, ժողովուրդ ասելով ինքն իրեն նկատի ունի։ Կամ ընդհանրապես որ նայեք իր հետևորդների մեջ էլ չէ շատ կային, որ օրինակ ես դից նյութեր եմ գցում բանը մանում քննադատական իսկ գրում ասում են ինչպես մարդ կարող է այդքան չսիրի իր հայրենիքն ու պետությունը։ Այդ մարդկանց համար հայրենիքն ու պետությունը նույնական է Նիկոլ Փաշինյանի հետ, դա խնդիր է, դա խնդիր է։
Հա, ու Նիկոլ Փաշինյանն էլ նույն հենց այդ քարոշչությունից դրան է տանում, որ հա ես եմ պետությունը, ես եմ ժողովուրդը, ես եմ ամեն ինչն ինքն է էլի որպես։ Մենք եթե գանք այս ժամանակներ արդեն ինքը որ սկսել է պատերազմով շանտաժանել, սпасելի էր իրականում, որ այդ պահը գալու է, որ ինքը սկսի պատերազմ շանտաժանել, որտեղ բնականորեն ոնց որ չի աշխատում իր սրտիկներն ու մնացած այդ հիմարությունները, որ անում են ինչ որ մարդկանց փորձում են ամեն կերպ օրակարգը լցնել իրենցով, մարդիկ դրան արդեն վատ են պատասխանում, արդեն հոգնել են մարդիկ էլի այդ շոուներից, շատ են հոգնել։ Ու այդ դրա արդյունքում արդեն գալիս է պահը, որ այ մեզ չընտրեք պատերազմ կլինի։ Ու մի քանի հարց է իրական այստեղ առաջանում։ Բայց այդքան որ դուք ասում եք, որ այն Նիկոլ Փաշինյանը որ բաներ անում, զենք ենք առել, ինչ որ այսպես բաներ էր անում, ելույթ էր ունենում, այն ինչի համար եք այդ զենքերը առել, եթե աղետաբեր պատերազմ լինելու, ինչի չեք պատրաստել բանակը։ Եթե այն ժամանակ ասում եք 2 տարի ընդամենը անցավ իշխանափոխությունից, դրա համար ժամանակ չկա, հիմա արդեն պատերազմից 5-6 տարի անցել է։ Բայց ինչի մինչև հիմա այնքան մարտունակ պատրաստ չի բանակը, որ կարողանա պաշտպանել ու աղետաբեր պատերազմ չի ընթանում։ Եթե մի հոգուց է կախված այդ խաղաղությունը, այդ ինչ խաղաղություն կամ էլ օրինակ Նիկոլ Փաշինյանը որ ասում է ես գիտեմ լինելու է, ինչ գիտես, պայմանավորվածություն ունես Ալիևի հետ ու մի հատ բանի մի մանրուքի ես ուշադրությունը նաև բանանեմ, որ ինքը ոչ միայն ասում է մենք հաղթենք, այլ ասում է սահմանադրական մեծամասնություն եթե չունենանք պատերազմ կլինի, արդյոք դա չի նշանակում որ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ գիտի, որ ընտրություններում ինքը չի կարող շանս չունի սահմանադրական մեծամասնություն ունենալու, անցնի ընտրությունները հետագայում Ալիև այդ պատերազմի, ասի դե տեսեք, ես դες զգուշացրել եմ, որ չստանամ պատերազմ կլինի։ Դա արդեն չգիտեմ էլի ինչ ասես այդ մարդը հայկական շահեր չի սпасարկու։ Այդ մասով հետաքրքիր է որ Նիկոլ Փաշինյանը եւ մեր հայրենակիցների այն մասը, ովքեր Նիկոլ Փաշինյանն են աջակցում, դուք էլ լսած կլինեք, շատ հաճախ օգտագործում են ինքնիշխանություն բառը, երբ խոսքը վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին։ Այսինքն Ռուսաստանը մեզ Բայց երբեք չեն օգտագործում, երբ վերաբերում է Ադրբեջանին կամ Թուրքիային։ Հենց դա եմ ուզում ասել, հենց դա եմ ասել։ Փաստորեն, եթե Ալիևը որոշում է, օրինակ, Հայաստանում ով լինի իշխանություն, եթե որոշում է մեր ներպետական օրենսդրությունը ինչպիսին պետք է լինի սահմանադրությունը, այսինքն այս մարդիկ չեն տեսնում, խոսքը իր աջակիցների մասին է, որ Հայաստանը իր ինքնիշխանությունը իսպառ ոչնչացրել է։ Եվ խոսել Ռուսաստանից կախվածության մասին, Ռուսաստանից ինչ որ այսպես միֆական, ֆանտոմային միութենական պետության մեջ մտած լինելու մասին եւ այլն, մի քիչ ժամանակավրեպ է։ Ինչու այս հակառուսականությունը երբանից մեր մեջ մտավ եւ արդյոք իշխանությունը սնում է դա։ Միանշանակ սնում է, իրականում հակառուսականությունը որպես այդպիսին ինչ որ բաներ ուներ, դրսևորումներ ուներ մինչ պատերազմ, բայց պատերազմից հետո դե առավել սրվեց մանավանդ Արցախի հայաթափումից հետո շատ այդպես սուր բաներ ունեցավ դրսևորումներ, դա էլ կապված է նրա հետ, որ ակնհայտորեն մեր ակնկալիքներն ու Ռուսաստանի քայլերը ընդհանրապես իրար հետ չէին համապատասխանում, որովհետև ոնց որ մենք մեր հայացքից բաց խորացիք են մասը, որ Ռուսաստանն իր սեփական շահերն ունի ու ինքը կայսրություն է, կայսրությունները ընդհանուր առմամբ իրենց շահերով են առաջնորդվում եւ ոնց որ եթե մենք սպասում ենք, որ այդ պետք է լինի ինչ որ զգացմունքային կապերից եկող ինչ որ օգնություն, չկա նման բան, այդ շահերի խնդիր է։ Այսինքն ես տեսնում եմ այդտեղ մեր խնդիրն էլ կա էլի, իհարկե Ռուսաստանն էլ էպես չի, որ իրեն ամենալավ դաշնակցի նման է պահել կամ ամեն ինչ արել է մեր համար, ինքը շահերով է առաջնորդվում, բայց Այս սպասելիքներն չափազանց բարձր են եղել ու մենք պետք է այս 30 տարի ոչ թե հույսներ ունենք, որ այ ռուսը հարցը կլուծի, այլ մենք մտածենք ինչպես մենք հարցը լուծել ու ինչ անել, եթե ռուսը հարցը չլուծի։ Այդ հասարակ այսպեսի բաներ է, որ մենք պետք է հաշվի առնենք։ Ընդհանուր առմամբ այսպես ասեմ, կոնկրետ այն ինչ անում են իշխանություններն այսօրվա դրությամբ, իրենք իմ տպավորությունն էսն է, որ ուզում են թշնամանք ստեղծել հենց Ռուսաստանի հետ, ինչը Հայաստանի Հանրապետության համար կարող է կործանարար լինել։ Որովհետև մեզ նոր թշնամիներ, այն էլ ասում են, որ Ռուսաստանը հենց այս պահին մեզ պետք չի։ Այո, իրենք ասում են, որ Ռուսաստանը հենց այս պահին մեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Գուցե ձեզ էլ հիբրիդային պատերազմներ մեղադրեն, օրինակ գործիչներից մեկը մեղադրել են։ Հա, մեղադրած կլինեն։ Ասում են նույնիսկ այդ մեր հայրենակցուհին Արցախցի, ով մետրոյում Նիկոլ Փաշինյանից պարզաբանում էր ուզում, ինքը հիբրիդային պատերազմի գործիքներից մեկն է, այսինքն նրան անձամբ Պուտինն էր երևի հրահանգել, որպեսզի իր երեխայի հետ հա շիզոֆրենիայի ավելին ասում Պուտինը
Ավելին ասեմ, Պուտինը այդ պահին մետրոյի այդ աթոռի տակից հուշում էր, ինչ ասի մեր քույրիկը Արցախցի, այդպես էլ եղել է հենց։ Գիտեք, ամեն ինչում ռուսին մեղադրել մի խոսքով էլի, ասենք հասկանում եք էլի, այստեղ ինչքան բան առաջանում։ Ես այստեղ էսպես ասեմ, եթե իրենք այդքան այդ ռուսին անընդհատ մեղադրում են հիբրիդային պատերազմը, անընդհատ այսպես հաթաթային են տալիս, սրում են հարաբերությունները, ես շատ կուզեի, որ մի քիչ էլ գոնե Ալիևին էլի այդպես դուխով իրանց ասած այդպես պատասխանային, բայց Ալիևի մոտ ինչ որ այսպես խելոքան դառնում են կուրկուրի ձակ, բայց երբ որ հարցածում Ռուսաստանը, ու ես չեմ հասկանում, անկեղծ ես եթե պրագմատիզմի տեսանկյունից նայեմ, եթե իրենք վախենում են Ադրբեջանից, որը եկեք ռեալ խոսենք, ուրեմն իր բանակի հզորությունից վերջերս նայում էի թվերը 60 քանիորդ տեղում է։ Այսինքն իրենք աշխարհի են top 2-ում կամ լավ top 5-ում, այսպես ասենք, գտնվող բանակից չեն վախենում, որը ատոմային զենք ունի, բայց վախենում են 60 քանիորդ տեղի Ադրբեջանից, ինչ որ մի բան այստեղ այն չի, այսպես ասեմ։ Ընդհանրապես ինձ դուր չի գալիս, որ մեր պետությունը փորձում են որպես գործիք դարձնել մի կայսրության ձեռքում, այլ կայսրության դեմ կլինի արևմուտքի ձեռքին ընդդեմ Ռուսաստանի կամ մեր բարեկամ Պարսկաստանի, թե մյուս կողմից ընդդեմ արևմուտքի, օրինակ Ռուսաստանի ձեռքում արևմուտքին։ Մենք չպետք է այդպես ավանտյուրաների մեջ ներքաշվենք, մենք փոքր պետություն ենք, ով պետք է փորձի բարեկամական լավ հարաբերություններ ունենա բոլոր կողմերի հետ, փորձի ինչ որտեղ կամուրջ դառնալ նրանց միջև, դրա միջոցով համ տնտեսական իր բանը ստեղծի, ինչ որ կայունություն ստեղծի, տնտեսական աճ կարողանա գեներացնել այդ բան հարաբերություններից, քաղաքական դիվիդենդներ կարողանա հավաքել այդ ամեն ինչից լավ դիվանագիտություն զարգացնել, ոչ թե ծառայի մի կողմի ձեռքին զենք, մյուս կողմի դեմ մեզ համար կարող է շատ վտանգավոր լինել, մենք շատ փոքր ենք ու կարող ենք բարձրապես պետությունը կորցնել պետականությունը։ Իդեպ ես մի բան էլ ասեմ մեր քույրիկի մասով Արցախցի, ուրեմն ես տեսա, որ պրոպագանդիստներ ունեն դե իշխանականները, որ անընդհատ ինչ-որ նյութեր են տեղադրում, ու այդ նյութերից մեկի մեջ մի հատ նոր նա հայտնվել, ինչ հետաքրքիր բան ես որսացի, ինքը իմիջայլոց ասեց, բայց ըստ այնքան լավ բռնեցի, ասում է այս տարածքում գտնվող, այսինքն արևելյան Հայաստան, ասում եմ մշտապես Պարսկաստանի լծի տակ ինչ որ դաժան այսպես բաներ է տարել, ինչ որ շատ ինչպես ասում ես խոշտանգումների ենթարկվել բան, ասում է այստեղ ինձ լավ չէր ոնց բանում Օսմանյան կայսրության տարածքում, այսինքն նկատի ունի արևմտյան Հայաստանում օսմանները լավ են վերաբերվել հայերին, պարսիկները արևելյան Հայաստանում մեզ այսպես շատ ճնշել են, ոնց հասկանում եք ինչ պրոպագանդա է գնում այստեղ, քիչ-քիչ օվերտոնի պատուան են բացում, շատ շուտով արդեն կպարզվի, նույն այդ պրոպագանդիստներից մեկն էլ նախքին եթերից մեկի ժամանակ ասում էր, ասում էր թուրքերին բա պետք է տենակ, բա ինչի՞ չպետք է տենակ, ու պլյուս մի հատ ասում եք պետք է դեռ պարզենք ռուսների դերը, ոչ միայն ռուսերին, այլ դաշնակների դերը ցեղասպանության ժամանակ, հասկանում եք, սա պարզապես ոնց որ խմբագրում է պատմության։ Իրենք պատմությունը ուզում են խմբագրել, իրենք ուզում են սրբագրել Թուրքիայի մեղքերը ու դրանք այլ կողմերի վրա բարթել։ Այստեղ մենք պետք է հասկանանք, որ գործընթաց է գնում, որում մեր պատմությունն են փոխելու, մեր արժեհամակարգն են փորձելու են փոխել, ոնց մեզ ամբողջությամբ մեր արժանապատվությունից զրկել, մեզ դարձնել այսպես ինչ-որ սպառողական մասսա կուկուռուզու տող։ Թանկարժ առմամբ Նիկոլ Փաշինյանի բանը, որ մենք տեսնում ենք, քարոզարշավը դա իրենց ապագա Հայաստանի մասն է, թե իրենք ընտրվեն ու մեծամասնությունը ստանան սահմանադրական, այսինքն կուկուռուզ կերեք, կարտոշկա կերեք ու տժացեք։ Դրա մասին է այդ ամբողջը։ Շատ լավ, հետևենք պրոցեսներին, կրկին խնդրենք մեր հեռուստադիտողներին, որ բաժանորդագրվեն ալիքին, հավանեն այս տեսանյութը եւ մեկնաբանություններ գրեն։ Շնորհակալ եմ ձեզ այս զրույցի համար։ Ես եմ շատ շնորհակալ, որ հրավիրեցիք։